Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հաստատում է օրեր առաջ մոլորված երկու պատանիները Հայաստանի սահմանը չէին հատել։ Հարցին այդ դեպքում ինչու էր ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել, որ բանակցում են նրանց հայրենիք վերադարձնելու համար, Ղուկասյանը պատասխանել է. հենց հաջորդ օրը հերքել են նախօրեին իրենց տարածած տեղեկությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 6-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահասներ մոլորվել են ու հայտնվել Ադրբեջանում, իսկ երեկոյան տեղեկացրել, որ նրանք հայտնաբերվել են ու արդեն Հայաստանում են։ Ռոբերտ Ղուկասյանը վստահեցնում է, կրակոցներով Ադրբեջանին չի հաջողվում սյունեցիների շրջանում խուճապ տարածել։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետն ասել է, գիշերային ժամերին կրակոցները լսելի են, սակայն դժվարացել է խոսել դրանց պատճառների մասին։ Ղուկասյանի խոսքով կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում եւ հույս ունենում, որ խաղաղությունը կլինի։ Սյունիքի մարզպետը նաեւ հերքել է լուրերն այն մասին, թե մարզից մարդիկ ուզում են թողնել ու հեռանալ։ Հունիսի 1-ից 10-ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց-ռուսական սահմանը եւ հասել Ռուսաստան, հայտնում է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նրա տեղեկացմամբ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է ապրիլից, գրեթե ամենժամյա կտրվածքով կապի մեջ են գործարարների հետ։ Նախօրեին պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ Հայաստանի մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ-վրացական սահման, հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։ Կոմիտեից նաեւ նշել էին, սա ժամանակավոր որոշում է մինչև վրացական կողմի թողունակության հարցի կարգավորումը։ Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է, քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել։ Պարզվել է, որ ԱՂ-ն իր մոտ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող ինքնաձիգ, որով սպանություն եւ սպանության փորձ է կատարել Մերձավանում տեղի ունեցած ծեծկրտուքի մասնակիցներից երկուսի նկատմամբ։ Կալանավորի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ 14 անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է եւ հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի եւ դրան հետեւած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Գեղարքունիքի փոխմարզպետը ԱԺ-ում ասել է, որ պայթյունից հետո դեռ 2 հոգի որոնվում են։ Հոսպիտալացվել է 11 տուժած, կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը Երևանյան բուժհաստատություններ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունից հաղորդվել է 10 տուժածի մասին, որոնց թվում երեխա կա։ Փրկարար ծառայությունից Ֆակտոր TV-ին հայտնել են, որ տուժածների թիվն ավելանում է։ Ըստ տեղեկությունների, շենքի բնակարաններից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով փլուզվել են 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել է կից մուտքի բնակարաններ։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ եթե միջուկային բանակցությունները տապալվեն եւ ԱՄՆ-ի հետ հակամարտություն սկսվի, Իրանը կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։ Այս հայտարարությունն արվել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջուկային բանակցությունների 6-րդ փուլից մի քանի օր առաջ։ Օմանի միջնորդությամբ Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցությունների 5 փուլ են անցկացրել։ ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանը պետք է լիովին դադարեցնի ուրանի հարստացման բոլոր գործողությունները։ Մոսկվան անհապաղ սկսել է Ստամբուլում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունների փաթեթի իրականացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևի ռեժիմից։ Նախկինում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման եւ գերիների փոխանակման հարցերի շուրջ բանակցություններ էին անցկացվել Ստամբուլում։ Այնուհետև տեղի էր ունեցել ամենամեծ փոխանակումը՝ 1000-ի դիմաց բանաձևով։ Ամերիկացի միլիարդատեր գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ զղջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին արված իր որոշ գրառումների համար, սակայն չի գրել, թե կոնկրետ որ հրապարակումների համար է զղջում։ Նախորդ շաբաթ Մասկն ու Թրամփը հրապարակային վիճել էին սոցցանցերում։ Հրապարակային վեճից հետո տարբեր հաշվարկներով Մասկը 34 միլիարդ դոլար է կորցրել, Թրամփը շուրջ 1 միլիարդ։